Սա մեր ճգնաղ Հայաստանը, մեր անկրկնելի երկիրը, որը ցավոք սրտի պաշտպանության կարիք ունի, բայց ներկա իշխանությունը ընդհանրապես այդպիսի խնդիր չի դնում, այլ ընդհակառակը խնդիր է դնում ինչքան շատ վաճառել, այնքան շատ գումարներ կգա։ Իմիջիայլոց Քատարում բացահայտված $2 միլիարդ, որը փոխանցվել է Հայաստանից, ձեզ հարց տվեք, որտեղից եկավ այդ գումարները, մտածեք, ով տվեց այդ գումարները։ Հայաստանից հարկեր հավաքելը այդ հերիքում է հազիվ թե ներքին ծախսերին, բայց ավելորդ $2 միլիարդ դա կարար միայն տրվեր հայոց հողերի դիմաց արտասահմանից և մասնավորապես մեզ թշնամական երկրներից։ Իսկ մեր հիասքանչ երկիրը ասում է իմ ժողովուրդ տեր կանգնիր ինձ և մի թող, որ ես անցնեմ Արևմտյան Հայաստանի նման պատմության գիրկը և ընկնեմ թուրքական օտար ազգերի լծի տակ և մնամ անտեր, անտիրական, ինչպես հիմա Արևմտյան Հայաստանի քաղաքներն են, ինչպես գիտեք, դրանք Անին, Էրզրումը բոլորը գտնվում են անտեր վիճակում, այնտեղ ամեն մեկում մի հատ, երկու հատ խանութ, այսպես քրքաշ, քրդական ցեղերի ձեռքն անցած, ոչ զարգացում կա, ոչ էլ։ Այդպես է լինում, երբ տեղի ժողովուրդը թույլ է գտնվում և չի կարողանում կամ չի ստացվում տեր կանգնել իր հողին։ Այդ նույնը կսպասվի Արևելյան Հայաստանին և մեզ բոլորիս, մեր սերունդներին, քոչվոր ցեղերը կգան այստեղ դվին Արտաշատ և կհիմնեն մզկիթներ, կդաստիարակեն իրենց թուրքերին, իրենց դպրոցները կհիմնեն իրենց լեզվով, իրենց կրոնով, իրենց ճշտով, հայը դուրս կգա որպես սխալ։ Պաշտպանեք Հայաստանը։